Բարի լույս բոլորին։ Երեք շատ գեղեցիկ օր անցկացրեցինք Սանտա Բարբարայում, իրականում տպավորված եմ, բավականին ման եկանք, ես չէի պատկերացնում, որ մեկ ամբողջ օր մենք անցկացնենք այնտեղ, իրականում շատ գեղեցիկ էր, շատ լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ և պտտվեցինք քաղաքով և օվկիանոսի ափին բավականին ժամանակ անցկացրեցինք, մի քիչ քամի էր օվկիանոսի ափին, բայց դա էլ իր գեղեցկությունը ուներ։ Հետ վերադարձանք, այսօր մենք ունենք նոր ուղղություն, գնում ենք Լաս Վեգաս գնալու համար ես վարձակալեցի մեքենա, դրա մասին ես կարծում եմ, որ ավելի մանրամասն կպատմեմ իմ հաջորդ տեսանյութում, փորձը վարձակալություն ինչպես էր, ինչ պետք է հաշվի առնել մեքենա վարձակալելիս և ինչպես պետք է վարձակալել մեքենա, դա իմ անձնական փորձը կլինի, իհարկե վստահ եմ այլ տարբերակներ էլ կլինեն մեքենա վարձակալելու, ամեն դեպքում վարձակալեցինք և երկու գիշերով գնում ենք Լաս Վեգաս, ինչպես միշտ կփորձեմ մանրամասն ներկայացնեմ Լաս Վեգասը, նկարահանեմ, կիսվեմ ձեր հետ, այնպես որ կարծում եմ շատ հետաքրքիր ճանապարհորդություն կստացվի, տեսնենք, դե ինչ, գնացինք Լաս Վեգաս։ Ողջույն բոլորին, մենք բարեհաջող հասանք Լաս Վեգաս, ճանապարհը տևեց Սանտա Կլարիտայից մոտավորապես 4.5 ժամ, կարող ենք ավելի շուտ էլ հասնել, ուղղակի ճանապարհին կանգնեցինք, հանգստացանք մի քիչ, եղանակը շատ լավն է, ուզում եմ հիշեցնեմ, որ այսօր մայիսի 13-ն է, եղանակը տարբերվում է Սանտա Կլարիտայից, այնտեղ ցուրտ է, այստեղ բավականին Նևադա նահանգում բավականին տաք է։ Պլանավորում ենք 2 օր անցկացնենք, 2 գիշեր անցկացնենք Լաս Վեգասում։ Մենք մնալու ենք Փարիզ հյուրանոցում։ Սենյակները նորմալ էին, բավականին մաքուր, կարևորը մաքուր սենյակներ էին։ Ուղղակի ասեմ, որ բավականին երկար գրանցվում էինք, check-in էինք լինում, բավականին երկար տևեց, մի 40 րոպե տևեց, բայց երևի Լաս Վեգասի համար դա նորմալ է, որ այդքան է տևում։ Այսօր մենք ման կգանք քաղաքով, կմտնենք տարբեր հյուրանոցներ, ասում են, որ բոլոր հյուրանոցները իրենց ուրույն գեղեցկությունը ունեն, այնպես որ կմտնենք հյուրանոցներ,
Երեկոյան մի քիչ կխաղանք, եկել ենք վերջապես Լաս Վեգաս, ոնց չխաղանք, եւ այսպես։ Փորձեմ ես իրականում չեմ անում թողնել ամենտեղ նկարել, բայց փորձեմ ինչ-որ կադրեր անել ամեն դեպքում, այնպես որ տեսնենք, եթե թողնեն անպայման կնկարահանեմ։ Ասեմ նաև, որ կարծում եմ, որ այդքան էլ շատ մարդ չկա հիմա, համենայն դեպս տպավորությունը այդպիսին էր։ Մի քիչ երկար տևեց մեքենայի, Փարիզ հյուրանոցի մեքենայի կայանատեղին գտնելը, ճիշտ ասած, կարծում եմ, որ ես մեքենան թողել եմ լրիվ ուրիշ կայանատեղում, բայց դա խնդիր չի։ Ես ոնց հասկացա, դու կարող ես ցանկացած տեղում թողնել մեքենան, որտեղ վճարումը իրականացնում ես տեղում, բայց կարևորը հիշես որտեղ ես թողել մեքենան։ Այսքանը այս պահին շարունակենք ման գալ, արդեն նոր նյութեր կլինեն։
ավարտվեց եւս մեկ օր Լաս Վեգասում, ընդհանուր մնացինք 2 գիշեր, բավականին տպավորված ենք ընդհանուր Լաս Վեգաս այցելությունից, հետաքրքիր վայր է այցելելու, ժամանակ անցկացնելու, շատ խայտաբղետ է եւ նամանավանդ լույսերը, Լաս Վեգասի լույսերը շատ տպավորիչ էր ամեն ինչ։ Սա մեր առաջին այցելությունն էր, այնպես որ մեծ տպավորություններով լքում ենք Լաս Վեգասը։ Բայց դրանով մեր ճանապարհորդությունը չի ավարտվում։ 2 օրից հետո ընդամենը մենք գնալու ենք Յոսեմիթե ազգային պարկը, կարծում եմ մեկ այլ հետաքրքիր վայր ենք այցելում, որտեղից հետո մենք գնալու ենք Սան Ֆրանցիսկո, այնպես որ սպասեք նոր տեսանյութերի, շատ հետաքրքիր, կարծում եմ հետաքրքիր տեղեր ենք այցելելու եւ կփորձեմ մաքսիմալ կիսվել ձեր հետ։